Նույն Վենեսուելայի գործողություններից հետո, որի դեպ էլ ինքը հատուկ օպերացիա էր համարում, բայց դա մենք գիտենք, որ հատուկ օպերացիա չէր, դա ռազմական գործողություն էր ըստ էության, սա ստեղծել է շատ վտանգավոր նախադեպ, այսինքն աշխարհում շատ արագ ստեղծվելու են ազդեցության գոտիներ, բայց մեր նոր աշխարհը ըստ ամենայնի երկբևեռ չի լինելու, ավելի բազմաբևեռ ու բազմաշերտ է լինելու, բացի ասենք Միացյալ Նահանգներ, Չինաստան, Ռուսաստանից, որոնք առաջին լիգայի խաղացողներ են լինելու, նաև ռեգիոնալ գերտերություններ են լինելու, ասենք Թուրքիա, Հնդկաստան, որոնք փորձելու են իրենց միկրոմիջավայրերում ձևավորել կամ իրենց անմիջական ռեգիոններում ձևավորել ազդեցության գոտիներ դրանից բխող հետևանքներով։ Այսինքն այս տենդենսը տանում է նրան, որ մի օր թուլանալու է Թրամփի հետաքրքրությունները այլ տարածաշրջաններում, որոնք դուրս են իր ազդեցության գոտուց, նաև մեր տարածաշրջանում, եւ դրանի հակառակ էլի սրվելու է Էրդողանի եւ Ալիևի ախորժակը։ Սա ինչի է այսքան երկար բերեցի։ Նիկոլ Փաշինյանի խաղաղություն մուրալը ի վերջո Հայաստանին ավելի է մոտեցնելու պատերազմին։ Որտեւ մեր անմիջական հակառակորդը ասում են խաղի կանոն չունենք, Նիկոլ Փաշինյանը իր խաղաղությամբ երթվում է իրանցի պատով մի խոսքով։ Հասկանում եք։